Հարավային Կովկասում իրավիճակը բարելավվում է, խաղաղության գործընթացի առաջ խաղացման համար կարևոր է վերսկսել 3 գումարած 3 հարթակի աշխատանքը, հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ԱՊՀ ԱԽ քարտուղարների նիստում։ Մեր կարծիքով խաղաղության գործընթացներն առաջին հերթին պետք է տեղի ունենան տարածաշրջանի ներսում, նշել է նա, հավելելով, որ Ռուսաստանը միշտ արել է հնարավոր ամեն ինչ հայ-ադրբեջանական հակամարտությունը կարգավորելու համար։ Շոյգուն ընդգծել է, որ տարածաշրջանում տրանսպորտի եւ հաղորդակցությունների ապաշրջափակումը մեծ նշանակություն ունի։ Նա հիշեցրել է, որ այդ հարցով համաձայնություն է ձեռք բերվել դեռ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում։ Կրեմլի խոսնակն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը։ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Մոսկվան ներկայումս Վաշինգտոնին չի փոխանցում առաջնագծի քարտեզները, ինչն անում էր նախկինում։ Պաշտոնյանն նաև հայտարարել է, որ Պոկրովսկի ուղղությամբ թեժ մարտեր են եւ ուկրաինական ուժերը ծանր վիճակում են։ Ըստ ռուսական կողմի ուկրաինական ուժերը շրջափակման մեջ են, իսկ քաղաքի մեծ մասն անցել է ռուսական վերահսկողության տակ։ Կիևում եւս ընդունում են, որ ռազմական գործողությունները կենտրոնացած են Պոկրովսկի ուղղությամբ, սակայն հերքում են ուկրաինական ուժերի շրջափակումը, նշելով, որ առաջխաղացում ունեն։ Այս իրարամերժ տեղեկությունների ֆոնին Վոլոդիմիր Զելենսկին նոյեմբերի 4-ին հանդիպել է Պոկրովսկի մարտերին մասնակցող զինվորականների հետ։ Հյուսիսային Կորեան շուրջ 10,000 զինվորական է ուղարկել Ռուսաստան, եւս 5,000-ը կուղարկվի պատերազմական գոտում ենթակառուցվածքների վերականգնմանն աջակցելու համար, հայտնում են հարավկորեական ԶԼՄ-ները, վկայակոչելով երկրի ազգային հետախուզական ծառայության տվյալները։ Նոյեմբերի 4-ին Հարավային Կորեայի հետախուզությունը տեղեկացրել էր, որ սեպտեմբերից ի վեր Հյուսիսային Կորեան մոտ 5,000 հոգուց բաղկացած ստորաբաժանում է տրամադրել Ռուսաստանին, հավանաբար շին աշխատանքներ իրականացնելու համար։ Սեուլից ընդգծում են, կասկածներ ունեն, որ Մոսկվան աջակցության դիմաց Հյուսիսային Կորեային է փոխանցում հրթիռների եւ ԱԹՍ-ների արտադրության տեխնոլոգիաներ։ Ռուսաստանն առաջին անգամ պաշտոնապես ընդունել է, որ հյուսիսկորեական զորքերը ներգրավվել են Կուրսկի ուղղությամբ մարտերին ապրիլին։ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է շարունակել Մոսկվային աջակցությունը։ Իրանի ջրամատակարարման հարցերով վարչությունից հայտնում են, որ երկրին երաշտ է սպառնում։ Կառույցի տնօրեն Ալի Սեիդզադեն նշել է, որ հոկտեմբերի դրությամբ Իրանի ջրամբարների 67%-ը դատարկ է, 15 նահանգներում տեղումներ չեն եղել։ Ամբողջ երկրում անցած ամիս գրանցվել են ընդամենը 2,2 մմ տեղումներ։ Այս ամենը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս։ Համեմատության համար անցած տարի նույն ժամանակահատվածում գրանցվել են մինչև 13 մմ տեղումներ, հավելել է պաշտոնյան։ Նրա խոսքով շատ ջուր սպառող անձանց համար ջրի սակագինը բարձրացվի։ Ավելի վաղ Իրանի նախագահը նույնիսկ առաջարկել էր մայրաքաղաքը Թեհրանից տեղափոխել Պարսից ծոցի ափ։ Մասուդ Փեզեշքյանը նման մտադրության պատճառների թվում նշել էր օդի աղտոտվածությունը, ջրի պակասը, բնահողի հետ կապված խնդիրները եւ ինտենսիվ երթևեկությունը։ Դիանա Գասպարյան, լուրեր։